Շատ լավ, շնորհակալ եմ, պարոն Հայրապետյան։ Տեսեք, ի սկզբանե ինժեներական քաղաքի գաղափարի հիմքում դրված էր հետևյալը, որ կառավարությունը տրամադրում է հողակտոր, բերում է այդտեղ կառուցում է անհրաժեշտ ենթակառուցվածքա, գազը, ջուրը, հոսանքը եւ այլն եւ ինտերնետը մոտեցնում է։ Հետո նաև որոշակի ինժեներական ենթակառուցվածքա ստեղծում, այդ թվում ֆիզիկական, այսինքն շենք, որտեղ կարող են լինել լաբորատորիաներ, սարքեր եւ այլն, որոնք կարող են կիրառվել ոչ թե մեկ, այլ բազմաթիվ ընկերությունների կողմից։ Հիմա եւ այս տրամաբանությամբ այդ տարածքը ինժեներական գործունեության համար ինժեներական գործունեությամբ զբաղվող ընկերությունների համար դարձնում է գրավիչ, որպեսզի իրենք իրենց հերթին այդ տարածքում ձեռք բերեն հողամաս եւ այնտեղ կառուցեն իրենց գրասենյակները, ընկերությունների համար աշխատանքային տարածքներ եւ այլն։ Հիմա իմ հարցը հետեւյալն է. այս ինչ որ ես ընդ որում սա նշանակում է, որ այդ բոլոր ենթակառուցվածքները ստեղծված են եւ այդ բոլոր տարածքներում արդեն կառուցված են մասնավոր հատվածից ընկերությունների գրասենյակներ եւ կառավարության պարտավորություններն էլ այդ ենթակառուցվածքը եւ ինժեներական եւ հարակից պատրաստ է։ Այս ամեն ինչ որ նկարագրեցի մեր 100%-ն է։ Հիմա մենք 2025 թվականի ապրիլի 10-ի դրությամբ այս 100%-ից քանի տոկոսն ենք իրականացրել ընդհանուր առմամբ եւ մի հատ էլ առանձնացնենք երկու մասի, մասնավոր հատվածի 100% եւ պետական հատվածի 100%, պետական հատվածի քանի տոկոսն ենք իրականացնել այս պահի դրությամբ եւ պետական հատվածի 100%-ը երբ ենք, եթե այս պահին դեռ չենք իրականացրել, երբ ենք պլանավորում իրականացնել։ Շնորհակալ եմ։ Եվս մեկ անգամ արձանագրենք, որ այս նախագիծը վերաբերում է նոր մասնավոր ընկերությունների ներգրավման մասին, ինչ վերաբերում է ձեր հարցադրմանը, ասեմ, որ ըստ էության պետական ֆինանսավորման վերջին աշխատանքները վերաբերում են բիզնես աքսելերատորի շենքին, դուք իրավացիորեն նշեցիք, որ սա եւ գրասենյակային տարածքներ եւ որ ամենակարևորն է լաբորատոր տարատեսակ միջավայր է եւ ենթակառուցվածքը իրենից ենթադրում, որը ոչ միայն ռեզիդենտ ընկերությունների, այլ ընդհանրապես ամբողջ տեխնոլոգիական էկոհամակարգին է ծառայելու, նախատեսված էր, որ մարտի 31-ին կապալառու ընկերությունը պետք է ավարտեր շինարարական աշխատանքները եւ հանձներ։ 100%-ը պետք է լիներ, այսինքն կառավարության մասին։ Այո, սակայն օբյեկտիվ պատճառներից ելնելով կապալառու ընկերությունը դիմել է կառավարությանը երկու ամսով երկարաձգելու այդ աշխատանքները իրականացնելու ժամկետը եւ որին բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հակված է ընդառաջելու, այսինքն մայիսի 31-ի դրությամբ շինարարական աշխատանքները պետք է ավարտված լինեն եւ հանձնված լինեն մեզ։ Այսինքն դա նշանակում է, որ առնվազն մեր այսօրվա ընկալմամբ ամառը կառավարությունը իր 100%-ը իրականացրած կլինի։ Միանշանակ, այո։ Շատ Ինչ վերաբերում է ընկերություններին, ձեր հարցի երկրորդ մասին։ Մենք արդեն իսկ ընկերություն ունենք, որ ամիսներ շարունակ արդեն իսկ աշխատում է, այսինքն այնտեղ գրասենյակը կառուցվել է, կահավորվել է, մարդիկ ամեն օր գնում են աշխատանքի, ձմռանը աշխատել է այդ ընկերությունը, ունենք ընկերություններ, որոնք արդեն իսկ ավարտական փուլում են շինարարության, ունենք ընկերություններ, որոնք արդեն իսկ ստացել են շինթույլտվություններ եւ սկսում են իրենց շենքերի կառուցումը։ Ինչպես նաև ես իմ խոսքում շատ հակիրճ նշեցի, բայց այստեղ նաև կարևոր է ասել, որ նաև գործում է ազգային գերհամակարգչային կենտրոնը ազնավուր։ Շատ լավ, մենք Ֆրանսիայի կողմից նվեր ենք ստացել սուպեր համակարգիչ եւ նաև ուզում եմ հետաքրքրվել այդ սուպեր համակարգիչը տեղադրված եւ գործում է, աշխատում է։
Ուրեմն Ֆրանսիայի Թուլուզի համակարգչային ուրեմն գիտությունների ինստիտուտի Փոլ Սաբաթի համալսարանի կողմից մենք ստացել ենք որպես նվիրատվություն, որը վերազինվել է Athos ընկերության կողմից եւ 2024 թվականի մայիսի 31-ից գերհամակարգչային կենտրոնը Ազնավուր գերհամակարգչային կենտրոնը աշխատում է, այս պահի դրությամբ ավելի քան 20 գիտական եւ հետազոտական խմբեր աշխատում են, օգտագործում են այդ ենթակառուցվածքը, բարձր արտադրողականությամբ հաշվողական այդ ռեսուրսները եւ ավելի քան շուրջ 30-ից ավելի նախագծերի վրա գիտական հետազոտական աշխատանքներ են իրականացվում այս պահի դրությամբ։ Հաշվի առնելով ամբողջ համակարգչի ռեսուրսը, այս պահին կարող եմ ասել, որ ամբողջ ներուժի կեսն է օգտագործում, սակայն այն դինամիկան, որ մենք ունենք նոր գիտական խմբերի կողմից հետաքրքրության իմաստով, սա նշանակում է, որ առաջիկայում սարերի հետևում չէ նաև այն պահը, երբ ամբողջությամբ իր ողջ ներուժով կօգտագործվի գերհամակարգիչը։ Շատ լավ, մենք նախորդ տարի, եթե չեմ սխալվում, նախորդ տարվա բյուջեով ֆինանսավորեցինք եւ Nvidia ընկերությունից ձեռք բերեցինք սուպեր համակարգիչ, նոր սուպեր համակարգիչ, երկրորդը եւ առաջինը, որ մենք գնում ենք մեր պետության միջոցներով արհեստական բանականության։ Հիմա ես գիտեմ, որ սուպեր համակարգիչը ֆիզիկապես արդեն Հայաստանում է եւ պետքա տեղադրվեր, բայց ի սկզբանե տեղադրման վայրի հետ կապված քննարկումներ կան եւ բայց այնուամենայնիվ այդ սուպեր համակարգչի տեղադրման եւ հասանելի դարձնելու մասով ուր ենք հասել Տիկին Անդրեաս։ Շնորհակալություն, պարոն վարչապետ, այո, նախորդ տարի սուպեր համակարգչի գնումը իրականացվեց եւ դեկտեմբերի 26-ին արդեն սուպեր համակարգիչը Հայաստանում էր, այսինքն նախորդ տարեվերջին բառացիորեն սարքավորումը արդեն գտնվում էր Հայաստանում։ Հիմա մենք գտնվում ենք տեղադրման գործընթացում, աշխատանքները իրականացվում են, որոշ իրավական հարցեր կան, որոնք լուծման process-ում են։ Տեղակայման վայրը Երևանի պետական համալսարանն է եւ այն գերհամակարգիչը, որ ձեռք է բերվել, իհարկե այստեղ ավելի այդպես մասնագիտական դաշտ է, բայց պետք է ասեմ, որ մենք ոչ թե ունենք կրկնություն ինժեներական քաղաքում տեղադրված գերհամակարգչի, այլ մենք ունենք սկզբունքորեն այլ գործառութային հնարավորություններ ընձեռող սարքավորում, որը թույլ է տալու մի շարք ուղղություններով հիմնականում ուրեմն մեծ քանակությամբ հաշվարկներ անելու, այսինքն մեծածավալ տվյալների հետ աշխատելու եւ այդ հաշվարկները անհրաժեշտ են տարբեր ուղղություններով, դրանք կարող են լինել ինչպես բարձր արտադրողականությամբ հաշվողական համակարգներ, տվյալների վերլուծություն, վիզուալիզացիա, առողջապահական, կենսաբժշկական հետազոտությունների համար կարող է օգտագործվել ռոբոտատեխնիկայի ուղղությամբ աշխատանքների եւ հաշվի առնելով, որ Երևանի պետական համալսարանում տեղակայման մասին ենք խոսում, պետք է նշեմ, որ մենք նաեւ կրթական ծրագրերում լուրջ հնարավորություններ ենք ձեռք բերելու եւ անհրաժեշտ է ասել, որ այս կենտրոնի ձևավորումը Երևանի պետական համալսարանում նաեւ բուհի վարկանիշի էական բարձրացման հնարավորություն է տալիս, որը պիտի հիշեցնեմ, որ կրթության ռազմավարության մեր կարևոր նպատակներից էր։ Ըստ էության ամեն ինչ պատրաստ է եւ տեղադրման այս հարցերը կարգավորելով կկարողանանք մեկնարկել նաեւ այս կենտրոնը, որը կարծում եմ պարոն Հայրապետյանի նշած աշխուժացմանը ոլորտի կարող է գալ միայն նպաստելու եւ լրացնելու։ Տիկին Անդրեասյան, կարող ենք ասել մոտավորապես երբ գերհամակարգիչը տեղադրված եւ շահառուների խմբերին հասանելի կլինի։ Պարոն վարչապետ, մենք պլանավորել ենք, որ աշխատանքները պետք է մեկնարկենք մայիսից տեղադրման եւ ամենակարճ ժամկետում ավարտենք։ Այսինքն այս պահին մեր պլանից հետ չենք ընկած։ Կարծում եմ, որ այդտեղ ունեինք մրցույթի բողոքարկման եւ դատական գործընթաց, որը մի փոքր դանդաղեցրեց մեր աշխատանքը, բայց կարծում եմ, որ տարեվերջին կենտրոնը արդեն կգործի եւ կկարողանա ծառայել իր նպատակին։ Շատ լավ։ Համեցեք։
Նաև հաշվի առնելով, որ այսօրվա կառավարության մեր նիստը հատկապես նշանավորվեց գիտելիքի մասին, շատ անդրադարձներով, շարունակելով Տիկին Անդրեասյանի խոսքը, նաև ուզում եմ ասել, որ Ազնավուր գերհամակարգչային կենտրոնում բացի ենթակառուցվածքի օգտագործումից, սա շատ կարևոր է այն իմաստով, որ այստեղ մենք այս պահին արդեն իսկ պատրաստվում են, ինչպես գործընկերս նշեց, big data-ի մեծ տվյալների, ամպային հաշվարկների, բարձր արտադրողականությամբ հաշվարկների, մեքենայական ուսուցման եւ այլ ուղղություններով հատուկ ձեռնարկների, կրթական եւ դասավանդման համար անհրաժեշտ հատուկ ձեռնարկների պատրաստման եւ դատասակ կրթական ծրագրերի իրականացման տեսանկյունից, ինչը ոչ պակաս կարևոր է կարծում եմ։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։